քեզ փառք ենք տալիս Տեր ու դավանում ենք որ դու ես մեր Տերը, մեր Աստվածը, մեր Փրկիչը։ Մենք խոնարհվում ենք քո առաջ Տեր ու խնդրում ենք թանկագին Սուրբ Հոգի, որ քո սերը, քո քաղցրությունը, քո մխիթարությունը սփռես մեր բոլորի սրտերի մեջ Տեր։ Հիսուս Քրիստոսի անունով խնդրում ենք որ լցնես քո խաղաղությունով, քո ուրախությունով Տեր, ամեն մեկից Տեր։ Թող ամեն տեսակի անհանգստությունները, տրտմությունները հեռան ամեն մեկից կյանքերից Հիսուս Քրիստոսի անունով ու քո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, թող թագավորի մեր սրտերի մեջ Տեր, Հիսուս Քրիստոսի անունով։ Մենք ես մեծարում ու փառք ենք տալիս Տեր ու հռչակում ենք երկնքի ու երկրի առաջ, որ դու ես մեզ համար կյանքը, ճշմարտությունը եւ ճանապարհը։ Շնորհակալ ենք Տեր, որ դու հայտնել ես քո անձը մեզ, որ մենք ճանաչում ենք քեզ Տեր։ Խնդրում ենք, որ ավելիով հայտնես Տեր, որ ավելիով ճանաչենք, գնահատենք, սիրենք քեզ Տեր, պատվենք քեզ Տեր, Հիսուս Քրիստոսի անունով։ Մենք քեզ մեծարում ու փառք ենք տալիս Տեր ու շնորհակալ ենք Տեր։ Շնորհակալ ենք քո ներկայության համար, մեր այսքան քույր եղբայրների համար, մեծարում ու փառք ենք տալիս Տեր։ Խնդրում ենք, որ ամեն մեկից օրհնես, զորացնես, պահես, պաշտպանես եւ առաջնորդես ամենայն ճշմարտության մեջ։ Ամեն։ Փառք Աստծուն։ Այսօր մի խոսք ստացա եւ երբ որ կարիքների համար աղոթենք այս բայ համար, կուզեմ ընթերցենք ու աղոթենք կարիքների համար։ Սաղմոս 84:11 խոսքը։ Որովհետև Տեր Աստվածը արև եւ վահան է, Տերը շնորհք է եւ փառք է տալիս։ Նա ոչ մի բարիք չի խնայում անարատությունով գնացողներից։ Ամեն։ Այստեղ մենք տեսնում ենք, որ ասում է Տեր Աստվածը արև է եւ վահան է։ Այսինքն Աստվածը մեզ ջերմացնողը, մեզ լուսավորողը, մեզ պաշտպանողը, ամեն։ Ու ասում է Տերը շնորհք եւ փառք է տալիս, նա ոչ մի բարիք չի խնայում անարատությամբ գնացողներից։ Բայց այստեղ մենք տեսնում ենք համ Աստծո բաժինը, համ նաեւ մեր բաժինը կա, չէ՞։ Կա այստեղ խոստմունք եւ նաեւ մեր բաժինը, որ մենք պետք է անենք։ Եթե ինչ որ մի բան կա մեր կյանքերում, եկեք ուղենք Աստծո առաջ, ամեն։ Աստված ինքը իր որդուն չխնայեց մեզ համար, այդպես է գրված Աստծո խոսքի մեջ։ Ասում միթե մի բարի բան կխնայի մեզանից։ Ամեն Աստված, ես հավատում եմ, որ Աստված մեզանից շատ է ուզում, որպեսզի այստեղ գրված եւ մեր կյանքերում են եղած ամեն կարիքները լրացնի։ Ես վստահ եմ, որ Աստված ավելի է ուզում, քան թե մենք ամեն մեկս մեր համար։ Ուղղակի Աստված ինքը ուզում է, որ մենք ուղղվենք ու Աստված այդ ամեն ինչը տա մեզ։ Ամեն։ Որովհետեւ եթե մենք օրինակ չուղղվենք ամեն ինչ լավ լինի, մենք չենք մտածի ուղղվելու մասին։ Ասել եմ, էլի ասում եմ, Տեր, ինչի համար ես դու ասում, որ ծոմ պահեք ինչ-որ մի բան ստանալու համար։ Մենք կարող աղոթ կանենք, դու լսես ու պատասխանես, բայց ծոմը դա նաև այդ պատվիրանը նաև մեզ մոտեցնում է Աստծուն։ Աստված ուզում է, որ մենք մոտենանք Աստծուն եւ Աստված մեզ տա։ Աստված ամեն բաները օգտագործում է, որպեսզի մեզ մոտեցնի իրան։ Ամեն։ Փառք քեզ ամենակարող Աստված։ Հայր, մենք քեզ մեծարում ու փառք ենք տալիս ու շնորհակալ ենք Տեր մեր բոլոր քույր եղբայրների համար Տեր, փառք ու պատիվ քեզ։ Տեր ջան, այստեղի գրված կարիքները Տեր իմ Աստված, եւ մեր կյանքերում եւ սրտերում եղած ամեն կարիքները Տեր իմ Աստված, եւ նաեւ մեզ համացանցով հետևողների կարիքները բերում ենք քո առաջ Տեր, ու խնդրում ենք Տեր իմ Աստված, որպեսզի դու Տեր իմ Աստված այս ամեն ինչին պատասխանես Տեր իմ Աստված, քո կամքի, քո ճոխության չափով Հայր, Հիսուս Քրիստոսի անունով։ Մենք հավատում ենք Տեր, որ դու հիմա լսում ես մեզ։ Խնդրում ենք Տեր, որպեսզի պատասխանես Տեր իմ Աստված հայտնապես կերպով, որտեղ դու ասում ես Տեր իմ Աստված, դուք խնդրեք եւ ես հայտնապես կպատասխանեմ։ Մենք խոնարհվում ենք քո առաջ եւ Տեր ջան, մենք ընդունում ենք, որ քեզանից է մեր օրհնությունը Տեր, որ դու ես մեր կյանքը Տեր իմ Աստված։ Մենք սպասում ենք քեզանից Տեր, մենք ոչ ոքից չենք սպասում Տեր, մենք սպասում ենք քեզանից, մեր ամենակարող Աստված։ Ու մենք հավատում ենք Տեր, որ դու լսում ես մեզ եւ հավատում ենք, որ եթե լսում ես, ուրեմն ստանում ենք ամեն բան, ինչ որ խնդրեցինք քեզանից Տեր։ Մեծարում ու փառք ենք տալիս ու շնորհակալ ենք ամեն բանի համար, երկնային Հայր, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Մենք փառք Աստծուն։ Աստված օրհնի բոլորիդ, շնորհակալություն մեր փառաբանության թիմին, Աստված օրհնի ձեզ, շատ օրհնված ենք, փառք Տիրոջը։ Փառք ամենակարող Աստծուն։ Ես հավատում եմ, որ բոլորս հավատքով ենք գալիս, ամեն։ Ու ես հիմա պետք է կիսվեմ 10-րդ զոհաբերության խոսքով եւ նաեւ սա էլ հավատքի եւ սիրո դրսեւորում, ամեն։ Փառք Աստծուն։ Երբ որ պատրաստվում էի խոսքին, Աստված սրտումս դրեց, որպեսզի խոսեմ մարդ-մարդ փոխհարաբերությունների մասին, որը որ կարող է արգելք հանդիսանալ
որպեսզի մեր ընծան ինչպես պետք նա արդյունք չտա։ Դրա համար կուզեմ բացենք միասին Առաջի Հովհաննես 4 գլուխ 20 եւ 21 համարները։ Այսպես է գրված, ասում է, եթե մեկն ասե թե սիրում եմ Աստծուն եւ իր եղբորն ատե, նա ստախոս է, որովհետեւ նա, որ իր տեսած եղբորը չէ սիրում, Աստծուն, որ չէ տեսել, ինչպես կարող է սիրել։ Եվ այս պատվիրանքը ունենք նրանից, թե նա, որ Աստծուն սիրում է, իր եղբորն էլ սիրե։ Ամեն։ Մենք շատ ժամանակ ասում ենք Տեր, մենք սիրում ենք քեզ, բայց Աստված ասում է, եթե դու քո տեսած եղբորը չես սիրում, ո՞նց կարաս ինձ սիրես, որ չես տեսնում ինձ։ Ամեն։ Աստված նաև ուզում է, որ մարդ փոխհարաբերությունները բժշկված լինի։ Օրինակ խաչի խորհուրդը մենք գիտենք, չէ՞, որ մարդ փոխհարաբերություններն է եւ մարդ Աստված փոխհարաբերությունները, որ Քրիստոսի խաչի միջոցով Տերը կատարեց։ Փառք Աստծուն։ Ու Աստված ուզում է, որ մենք ինչպես որ սիրում ենք Աստծուն, նաև մեր տեսած եղբորն էլ սիրենք։ Կամ օրինակ մեր քրոջը, մեր եղբորը, մեր հարազատներին, մեր ավակներին, մեր ծնողներին, Աստծո խոսքը, որ մենք նայենք շատ է կարևորում, 5 կտակարում նամանավանդ ծնողների օրհնությանը, նրանց հնազանդվելուն ու նաև Աստծո մարդուն հնազանդվելուն եւ նրա օրհնությանը։ Աստծո խոսքի մեջ շատ կա ու նաև հակառակ պատկերն էլ տեսնում ենք, որ երբ որ հակառակ պատկերն է, նաև գալիս է մարդու կյանքում անեծք։ Դրա համար շատ լավ կլինի, որ մենք ուշադիր լինենք։ Ամեն։ Սա շատ կարևոր բան է։ Փառք Աստծուն։ Եկեք բացենք Մատթեոս 5-րդ գլուխ 23-24 համարները։ Արդ, եթե սեղանի վրա մատուցանես քո ընծան եւ այնտեղ հիշես, թե քո եղբայրը քեզ դեմ մեկ բան ունի, թող այնտեղ քո ընծան սեղանի առաջին եւ գնա առաջ հաշտվի քո եղբոր հետ եւ հետո եկ եւ ընծատ մատուցիր։ Ամեն։ Աստված կարևորում է զոհից ավելի։ Ասում է դու, ասում է առաջ գնա հաշտվի, նոր հետո ընծատ կմատուցես։ Շատ կարևոր է էս։ Ու մենք էլ եթե ինչ որ մի բան ունենք, պետք է անպայման հետևենք այս խոսքի օրինակին ու եթե մեկը գիտենք, որ ինչ որ մեկին նեղացրել ենք, հենց այնպես չի լինի, չէ՞ որ մեկը մեր դեմ մի բան ունենա։ Անպայման մի բան մենք արած կլինենք, դրա հետևանքով մեկը մեր դեմ մի բան ունի։ Դրա համար լավ կլինի, որ գնանք հաշտվենք ու ոչ թե մենակ մենք գնանք ասենք կներես, այլ հաշտվենք։ Աստված ասում է մի գնաս ուղղակի կներես ու վերջ։ Աստված ասում է գնա եւ հաշտվի այդ մարդու հետ։ Ամեն։ Էսի շատ կարևոր է ու նաև կարևոր է որ թե մարդը որ սխալ է գործել, թե այն մարդը որ նեղացել է կամ վիրավորվել է, երկուսն էլ ունենան հաշտվելու նպատակ, ցանկություն։ Ամեն։ Որպես քրիստոնյա մենք պետք է այդպեսին լինենք ու այս շատ կարևոր է։ Ու նաև մի բան եմ ուզում ասեմ, եթե օրինակ ինչ որ մեկը մեզ նեղացրել է ու եկել է ասել է կներես մեզ, եկեք իրոք սրտանց ներենք մարդկանց։ Ամեն ու հետո էլ բացասական վերաբերմունքի չարժանացնենք այդ մարդուն։ Ասենք այս մարդը էս ինչ բանն է արել, դրա համար կուզեմ մի բան նայենք։ Մի օրինակ եմ պատրաստել, որը որ կուզեմ նայենք, էսի մարդն է, երբ որ իր ներսում ինչ որ մի բացասական բան կա։ Ու երբ որ ինչ որ իրավիճակներից մեկում դրսևորվել է այս բացասական բանը ու ինչ որ մեկի հանդեպ է դրսևորվել։ Ամեն։ Այս մարդու ներսից օրինակ դուրս եկավ այս մարդու ներսից ու կպավ ինչ որ մեկին։ Ու հետո երբ որ այս մարդը արդեն հասկանում է, ապաշխարում է, գալիս է, ասում է կներես, ես սխալվեցի, խնդրում եմ ինձ ների։ Մենք խենք բացասական վերաբերմունքի արժանացնում այս մարդուն կամ մտածում, որ այս մարդը այս ինչ սխալն է արել։ Չէ՞ որ առաջվանից լավն է։ Միգուցե առաջ այս մարդը ու մեջ կար էս շարը, այս սխալ բանը, բացասական բանը, բայց մենք չիմանալով մենք իր մասին ավելի լավ կարծիք ունենք։ Բայց հիմա որ արդեն էդի բացահայտվել է, որ այդ մարդու կյանքում այլևս չկա դա, մենք ինչ ենք բացասական մտածում այդ մարդու մասին։ Դրա համար շատ կարևոր է որ մենք հետո վերաբերմունքը չփոխենք դեպի բացասական առումով, այլ դեպի դրական առումով փոխենք մեր վերաբերմունքը, ամեն, որովհետև նաև բացասական վերաբերմունքը պատ է կառուցում մարդկանց միջև։ Լարվածություն առաջացնում, վանում է իրարից, ամեն, բայց Աստված ուզում է որ մենք իրար հետ քուր ու եղբոր նման լինենք ու ոչ մի այսպես ասած բացասական բաներ չլինի, զգացմունքներ կամ զգացողություններ չլինի ոչ մեկից մեջ։ Ամեն, դրա համար շատ կարևոր է որ մենք նաև ճիշտ գնահատենք էլի ամեն բան։ Մենք երբ որ սխալվում ենք, սիրում ենք որ գնանք, ասենք կներես, մարդիկ մեզ գրկափած ընդունեն, ասեն ոչինչ, բայց գրկախ առնվեն կամ եթե օրինակ քույրը տղամարդու հետ է, օրինակ իրար ժպտան, ասեն ոչինչ, Աստված օրհնի։ Ամեն։ Մենք սիրում ենք այդ, բայց երբ որ մեր հանդեպ են ինչ որ մի բան անում, մի քիչ դժվարանում ենք։
Դրա համար եկեք ավելի լավ կլինի մենք էլ ոնց որ կուզենք որ մեր հետ վարվեն, մենք էլ այդպես վարվենք։ Ամեն։ Փառք ամենակարող Աստծուն։ Կուզեմ նաև վերջի համարը կարդամ, բայց մի չայդ կուզեմ մի բան ասեմ, երբ որ օրինակ այս ամեն ինչը խանգարում են մեզ սերմ ցանելու համար։ Օրինակ ստեղ ասում է թող առաջ ընծատ ասում առաջ գնա հաշտվի նորարի ինձ մատուցիր։ Այսինքն սա խոչընդոտ է հանդիսանում, որպեսզի Աստված մեր ցանքը կամ զոհաբերությունը ինչպես հարկն է ընդունի բարեհաճությամբ, ամեն։ Դրա համար սրանք էլ սերմացանի արակի հետ եթե փոխաբերական իմաստով համեմատենք, սրանք էլ փուշեր են, որը խանգարում են մեզ։ Ամեն, երբ որ սրանք արդեն մենք այս հարցերը կլուծենք, նաև կլինի պարարթող եւ մեր ցանկն էլ 30-60 հարոպատիկ արդյունք կտա։ Եվ մի օրինակ է այսպես Ծննդոց 26-րդ գլուխ 12-13 համարներում այսպես է գրված. Իսահակն այն երկրի մեջ ցանեց եւ այն տարին 100-ի չափ արդյունք գտավ։ Եվ Եհովան օրհնեց նրան, եւ մարդը բարձրացավ եւ քանի գնաց մեծացավ, միջև որ շատ մեծացավ։ Ամեն։ Փառք Աստծուն։ Եթե մենք էլ լսենք Աստծո խոսքը ու Աստծո խոսքի համապատասխան վարվենք, ամեն բան լավ կլինի ու մեր կյանքում էլ կգա օրհնությունները։ Ամեն։ Ուղղակի մնում է մենք խոսքը լսենք ու կատարենք, կիրառենք։ Ու ես նկատել եմ, որ Աստծո պատվիրանները բոլորը մեր բարեկեցության համար է, մեր լավի համար է։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Թող փառավորվի Աստված, Աստված օրհնի բոլորիդ։
Հալելույա երկնային Հայր, մենք ողջ հոգով օրհնում ենք քեզ, Տեր։ Շնորհակալ ենք քո թանկ ներկայության համար, Տեր ջան։ Շնորհակալ ենք, որ դու, Տեր ջան, մեր մեջ ես, Հայր։ Փառք ու պատիվ ու մեծարանք ես, Տեր ջան, մենք օրհնում ենք քո սուրբ ու հզոր անունը, Տեր։ Այս եկեղեցին, Տեր ջան, օրհնություն է բարձրացնում քեզ, Տեր, փառաբանություն է բարձրացնում քեզ, Տեր ջան, եւ մենք վստահ ենք, որ դու ընդունում ես, Տեր ջան։ Եթե չընդուներ, դու այստեղ չէիր լինի, Տեր ջան, մենք զգում ենք քո թանկ ներկայությունը, քո շունչը, Տեր ջան։ Շնորհակալ ենք Տերի Մարքա, որ մեզ ընտրել ես, Տեր ջան, այս աշխարհից եւ բերել ես քո տան մեջ, Տեր ջան։ Շնորհակալ եմ, որ դու, Տեր ջան, մեր հավատքի զորագլուխն ես, Տեր, մեր առաջնորդն ես, Տեր ջան։ Մեր արքան ես, մեր Աստվածն ես, Տեր։ Այսօր նորից մենք հռչակում ենք, որ դու ես մեր Տերը, մեր Փրկիչը։ Շնորհակալ ենք հավիտենական կյանքի համար, շնորհակալ ենք մեր փրկության համար, Տեր ջան։ Շնորհակալ ենք քո հոգու համար, որ դու դրել ես մեր մեջ փրկության օրվա համար որպես գրավ, Տեր ջան, շնորհակալ ենք, Տեր։ Շնորհակալ ենք քո մարմնի համար, որ մեզ համար խաչվեցիր, Տեր ջան, որ մեզ համար, Տեր ջան, այդ ամենը արեցիր, Տեր։ Շնորհակալ ենք նաև քո շնչի համար, որ դու, Տեր ջան, շնչեցիր մեզ վրա, Տեր ջան, քո շունչը փչեցիր մեզ վրա, որպեսզի մեզ, որ մենք հող ենք, Տեր, մեզ կենթանացրիր, Տեր ջան։ Շնորհակալ ենք այդ սրտի համար, որ տվել ես մեզ սիրտ, Տեր ջան, որ մենք իրականում ոչինչ ենք աշխարհի մեջ, հիմա մենք քո որդիներն ենք, Տեր, եւ քո դուստրերն ենք, Տեր ջան։ Շնորհակալ եմ քեզանից, Տերի Մարքա, որ մենք ոչինչ ենք, բայց դու մեզ սարքեցիր դեսպաններ, Տեր։ Մենք երկնքի դեսպաններն ենք, Տեր ջան։ Շնորհակալ եմ, որ մենք համ չունենք աշխարհի մեջ, Տեր ջան, դու մեզ համ տվեցիր, Տեր, որովհետև գրված է, որ դու մեզ ասում ես, դուք եք երկրի համը, դուք եք աղը եւ լույսը, Տեր ջան, որ մենք մթության մեջ ենք, խավարի մեջ ենք, դու լուսավորեցիր մեզ, Տեր ջան։ Փառք ու պատիվ ու մեծարանք քեզ, Տեր։ Եվս մեկ անգամ շնորհակալ ենք քեզանից եւ այս մարզից, այս քաղաքից, Տեր ջան, քո եկեղեցին օրհնում է քո սուրբ ու հրաշալի անունը, Տեր։ Շնորհակալ ենք, Հայր, այստեղ գտնվող ամեն մեկի համար, Տեր։ Եվ նաև օրհնում ենք, ովքեր որ չեն եկել, Տեր ջան, նաև օրհնում ենք նրանց, Տեր ջան, Հիսուսի անունով, որ Տեր ջան նրանց հետ լինես, Հայր։ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, ամբողջ փառքը, պատիվը ու մեծարանքը միայն քեզ, Տեր ջան, այժմ եւ միշտ հավիտյանս, ամեն։ Ամեն, փառք մեր ամենակարող Աստծուն, ամեն, ամեն, փառք մեր ամենակարող հզոր Աստծուն, մենք Աստված ունենք ու ինքը հզոր է, կարող եք տեղավորվել, Տերը օրհնի ձեզ, կարող եք նստել մեր հոր ներկայության մեջ, փառք Տիրոջը, ինչ լավ է, չէ, որ Աստծո ժողովուրդը մեկտեղ է հավաքվում, ամեն, գիտեք, հապշտակությունը, որ եղավ, եկեղեցին է հապշտակվելու, Սուրբ Հոգու հետ միասին, եկեղեցին մենք ենք, ու եկեղեցին միաբան լինելով կհապշտակվի, ու Աստծո խոսքը ասում է երբեմն ահով ու դողով պահեք մարդկանց, մենք չենք ուզում փափուկ բարձ դնել, ու ասենք որտեղ ուզում եք լինեք, ինչ էլ անեք, որ Հիսուսին Տեր եք ընդունել, վերջ կփրկվեք, դա այդպես չի, փափուկ բարձով չի, ամեն, շատ կարևոր է սուրբ պահել այս սուրբ օրը, որ Տերն է ասել ու միաբան լինել։ Մենք չգիտենք 2 վայրկյան հետո մենք այստեղից կհապշտակվենք, դրսի մարդիկ կմնան, ովքեր որ դուրսն են։ Ամեն։ Դրա համար եկեք այս օրը սուրբ պահենք ու միշտ Տիրոջ տան մեջ գտնվենք։ Ամեն։ Փառք մեր ամենակարող Աստծուն։ Մի հետաքրքիր խոսք է դրվել սրտիս, Մատթեոս ավետարանի մեջ մի օրինական մեր Տեր Հիսուսին մի հարց է տալիս, ուզում է մեր Հիսուսին այնպիսի իրավիճակի մեջ գցի, որ չի պատկերացնում, որ մեր Տեր Հիսուսը կարող է շատ իմաստուն պատասխան տալ։ Ու այդ պատասխանով նաև գրվեց նոր օրենք, նոր պատվիրան։ Ամեն։ Եկեք բացենք Մատթեոսի 22:37 խոսքը։ Եվ Հիսուսն էլ ասեց նրան.
ասում է որն է ամենամեծ պատվիրանը, մեր Տեր Հիսուսն է պատասխանում է, ասում է սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտով եւ քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը։ Սա է առաջին եւ մեծ պատվիրանքը։ Երկրորդն էլ սրան նման սիրիր քո ընկերին քո անձի պես։ Այս երկու պատվիրանքից կախված են բոլոր օրենքը եւ մարգարեքը։ Ամեն։ Այսինքն 10 պատվիրանները մեր Տերը կրճատեց, սարքեց երկուսը։ Սիրիր քո Տեր Աստծուն եւ սիրիր քո ընկերոջը քո անձի պես։ Ամեն։ Խտացրեց, սարքեց երկու հատ։ Ու այնպես էլ չի, որ մենք պիտի այս երկուսը պահենք ու այն մնացածը 8 պատվիրանքն էլ ասենք Տերը ջնջել է։ Այդպես չի, նա խտացրել է սրա մեջ, այս երկուսի մեջ։ Եթե մենք այս երկուսը կատարենք, ինքստ ինքյան այն 8-ն էլ ենք կատարելու։ Ամեն։ Փառք մեր ամենակարող Աստծուն։ Բայց այսօր ես ուզում եմ կիսվեմ երկրորդ պատվիրանի մասին։ Սիրիր քո ընկերին քո անձի պես։ Թեև ամենակարևորը առաջինն է, մենք չխառնենք, տեղերով չփոխենք, սիրիր քո Տեր Աստծունը բերենք երկրորդ, երկրորդը բերենք առաջին, դա այդպես չի։ Ուղղակի Տիրոջ օրհնությունով կգա ժամանակ, որ մենք առաջի պատվիրանի մասին էլ կլսենք այստեղից։ Ամեն։ Փառք մեր ամենակարող Աստծուն։ Ու սիրիր քո ընկերոջը քո անձի պես, ի՞նչ է նշանակում ընկեր։ Ես նայեցի բառարանում, հուներեն բառարանում, որ ընկեր բառը երկու օրինակով է թարգմանվում։ Առաջինը ֆիլոս, երկրորդը հետայրոս։ Ինչ է ֆիլոսը։ Ֆիլոսը բարեկամ, կողակից, մտերիմ, սրտակից, միաբան։ Իսկ երկրորդը հետայրոսը ուղակի ուղեկցող։ Այնպիսի մարդ, որ ուղակի քեզ հետ է, բայց միաբան չի։ Ամեն։ Ու մենք ես հիմա կտեսնենք Աստվածաշնչում տեղեր կան, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը ուրեմն եւ օգտագործում է ֆիլոսը, ֆիլոս բառը ընկերագրված նոր կտակարանի մեջ եւ օգտագործում է հետայրոսը, նույնպես ընկերագրված։ Ուղղակի որ մենք թարգմանում ենք հուներենով, ուրիշ բառեր է ու ավելի խորն ենք հասկանում, որովհետեւ անարժանին էլ ասեց ընկեր, արժանին էլ ասեց ընկեր։ Ինչ նկատի ուներ մեր Տերը։ Ամեն։ Եկեք բացենք Հովհաննեսի 15-րդ գլխի 14-րդ խոսքը։ Ասում է դուք իմ բարեկամներն եք, եթե անեք ինչ որ ես պատվիրում եմ ձեզ։ Եթե մենք Տիրոջ ընկերն ենք, նաև բարեկամն ենք։ Տեսեք, այդ ընկեր ֆիլոս բառը թարգմանվեց նաև բարեկամ։ Ամեն։ Այլևս ծառա չեմ ասում ձեզ, որովհետև ծառան չգիտե, թե իր տերն ինչ է գործում, բայց ձեզ բարեկամ ասեցի, որովհետև ամեն ինչ, որ լսեցի իմ հորիցն, իմացրի ձեզ։ Ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ընտրեցի ձեզ։ Եվ ձեզ դրի, որ դուք գնաք եւ պտուղ բերեք, եւ ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ որ իմ հորիցը խնդրեք իմ անունով տա ձեզ։ Սա եմ պատվիրում ձեզ, որ իրար սիրեք։ Ամեն։ Ինչ հետաքրքիր է, չէ, որ եւս մեկ պատվիրան։ Սա եմ պատվիրում ձեզ, որ իրար սիրեք, կրկնում է մեր Տերը։ Ամեն։ Ու 16-րդ խոսքը ասում է, ինչ որ խնդրեք իմ հորիցը տա ձեզ, ինչից առաջ, որ պտուղ բերեք եւ պտուղը մնա։ Ամեն։ Տեսեք, նաև կա պտուղ, որ դու ինչ որ մեկին ավետարանում ես, ինքը դա պտուղ է համարվում, ինքը գալիս փրկվում է։ Նաև հոգու պտուղները, որ եկել է քո մեջ, դու այնպես անես, որ միշտ մնա այդ հոգու պտուղները, միշտ մնա քո ներսում։ Ամեն, որ ասում է գա ու պտուղը մնա։ Ամեն, ոչ թե դու մեկ ամիս սիրես, երկրորդ ամիսը չսիրես, երրորդ ամիսը հայոյես, չորրորդ ամիսը չհայոյես, սենց այդպես չի, որ պտուղը մնա։ Ամեն, փառք մեր ամենակարող Աստծուն։ Այստեղ մեր Տերը նկատի ունի բարեկամը, ընկեր, այդ ֆիլոս բառը հուներեն։ Ամեն։ Մի պատմություն էլ կա, առակ մեր Տերն է պատմում, այստեղ օգտագործում արդեն հետայրոսը, բայց նույն ընկերն է գրված։ Մի թագավոր, ասում է երկնքի արքայությունը նմանեցրի մի թագավոր մարդի, որ իր որդուն հարսանիք է անում։ Ու ծառաներին ուղարկում է, ասում է գնացեք եւ հրավիրվածներին կանչեք։ Ծառաները գնում են հրավիրվածներին կանչելու, հրավիրվածները
ասում են, չէ, մենք գործեր ունենք, արտեր ունենք եւ այլ եւ այլ։ Հաջորդ անգամ գնում է, ծառաներին սպանում են, չեն գալիս։ Ինչ է անում թագավորը։ Ջղայնանում է, ասում է գնացեք, մյուս ծառաներին ուղարկում, ասում է գնացեք եւ այրեք նրանց քաղաքը։ Ովքեր որ պիտի գային հարսանիք, նրանք չպիտի գան։ Ու գնացեք, ասում է պատի անկյուններից, անտուններից, անտոհներից, այն մարդկանց, ովքեր որ պիտի չլինեն, բայց հիմա նրանք են հրավիրվածները։ Ամեն, ու նրանց բերեք։ Ծառաները գնում են, բերում են այդ մարդկանց, փառք Տիրոջը, ու եկեք կարդանք այն խոսքից, որ թագավորը, տեսեք, այդ բազմության մեջ թագավորը մտնում է ուզում է տեսնի ովքեր կան ու նկատում է մի մարդու, ով հարսանիքի հագուստ չունի։ Տեսեք, թագավորը խնդիր ուներ, նա հարսանիք էր անելու ու հրավիրվածները չեն եկել։ Նաև ծառաներին ասել էր գոնե գնացեք, ասեք միս եմ մորթել, ես եմ մորթել եւ այլ մսած, արդեն պատրաստ է, որ գոնե գայթակղվեն այդ ուտելիքին գան։ Տերը մեզ կարելի է համեմատել, ինչ է մեզ խոսք տվել, հավիտենական կյանք եւ այլ, գոնե գայթակղվենք, դրան գանք։ Նաև դա չեն լսում, սպանում են ծառաներին։ Մեր այդ թագավորը ուներ խնդիր, նա հարսանիք պիտի աներ ու հրավիրված չուներ։ Բայց եկել են հիմա հրավիրվածները, անտունները, թափառականները, բայց նկատում է մի մարդով հագուստ չունի։ Ու ասում է դու ով ես, եկեք այդ տեղից կարդանք։ Թագավորը ուներ խնդիր ու ինքը ոչ թե ուզում էր քանակ ունենար իր տղայի հարսանիքին, քանակից բացի ինքը ուզում էր որակ ունենար։ Ամեն, հիմա մենք կտեսնենք։ Հովսի 22:12 Եվ նրան ասեց, թագավորն ասում, ընկեր, ինչպես մտար այստեղ, որ հարսանիքի հանդերձ չունես, եւ նա պապանձվեցավ, չգիտի ինչ պատասխանի։ Այն ժամանակ թագավորը ասեց ծառաներին, դրա ոտները եւ ձեռքերը կապեցեք, վեր առեք դրան դրսի խավարը գցեք։ Այնտեղ կլինի լացը եւ ատամների կրճտելը, որովհետեւ շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված։ Ամեն։ Ծառաները գնացել ում տեսել բերել էին։ Ամեն։ Ու տվյալ մարդը եկել էր, այն մյուս մարդիկ, որ եկել էին հարսանիքի, նրանք գիտեին ուր էին գալիս։ Ամեն։ Մեր Տերը նմանեցրեց երկնքի արքայությանը, չէ՞։ Օրինավորները, օրինականները, որ չընդունեցին մեր Տեր Հիսուսին։ Տեր Հիսուսին ընդունեցինք մենք։ Ամեն, որ գրված է այս երկրի տկարները, անտոհները, չէ՞։ Մեզ ընտրեց մեր Տերը։ Մենք ենք այդ, որ ասում է գնացեք պատի անկյուններից եւ այլ այսինչ տեղերից բերեք, դա մենք ենք։ Ու որ մենք մտնում ենք Տիրոջ հարսանիքին, որ պիտի մտնենք Տիրոջ հարսանիքին։ Մենք պիտի սրբված մտնենք։ Հարսանիքի հագուստով մտնենք։ Ամեն։ Բայց կան մարդիկ, ովքեր որ գիտեն հարսանիքա, եկել են որ մասնակցեն հարսանիքին, բայց իրենք չեն սրբվել։ Իրենք ավելի ճիշտ թույլ չեն տալիս, որ Տերը Տիրոջ արյունը իրենց սրբի։ Իրենք նույն մեղքերի մեջ են։ Մի ոտքը աշխարհի մեջ, մի ոտքը եկեղեցու մեջ։ Ամեն, բայց Տերը իրանց ասում է, որ ձեր տեղը դրսի խավարն է, որտեղ կլինի լացը ու ատամների կրճտելը։ Դա որտեղ է։ Դա դժոխքն է։ Դրա համար մենք հրավիրված ենք, կանչված ենք ու ընտրված ենք։ Մեր հագուստները սպիտակ պահենք։ Ամեն, փառք մեր ամենակարող Աստծուն, որպեսզի մենք միջև վերջ մնանք մեր Աստծու կողքը։ Այստեղ մենք տեսանք, որ նա ասեց ընկեր։ Այդ ընկեր բառը հասկացանք, որ այդ ընկերը չի, որովհետև մենք կարդում ենք Աստվածաշունչ ու բոլոր տեղերը մի բառ է գրած, ասում ենք ոնց եղավ անօրենին ասում է բարեկամ, նրան ասում է բարեկամ, նաև մեր Տերը այնքան սեր է, ինքը սեր է տալիս, անգամ իր վատ կամեցողին էլ է ինքը ընկեր ասում։ Մի հատված կա, որ Հուդային ասում է ընկեր մատնելու ժամանակ, Հուդային ասում է ընկեր։ Այս բանով ես ինձ համբուրելով պիտի ինձ մատնես։
Նաև դա ցույց է տալի Տիրոջ սերը ու հետաքրքիր է, որ Հուդան սրտով Հիսուսի հետ չէր, բայց Պետրոսը սրտով Հիսուսի հետ էր, բայց Հուդային ընկեր կոչեց, Պետրոսին եկավ ժամանակ, որ ասաց հետից գնա սատանա, ինչի համար, որովհետև Հուդան չիմանալով նա կատարում էր Աստծո կամքը, ամեն, նա Աստծո գրվածն էր կատարում, նրան պիտի մատնեն, դա արդեն գրված էր, ու Հուդան կատարում էր, բայց Պետրոսը այդ ամենը գիտեր, տեսնում էր, որ արդեն մատնողը եկել է, մատնում են, կատարվում է, որ ուղղակի իրանք պիտի, եթե հասկանային, իրանք պետք է ուղղակի բարձր գոչեին, ասային կատարվեցավ։ Հենց եկան Հիսուսին բռնելու, իրանք պիտի ուրախանային։ Դա ինձ թվում է Հիսուսին ավելի ուժ կտար։ Ամեն այդ տանջանքներին դիմակայելու, բայց մեր Տերը փառավորվեց, փառք մեր ամենակարող Աստծուն ու արելա իմ ու քո համար։ Ամեն, փառք Տիրոջը։ Փառք մեր ամենակարող Աստծուն։ Ու այդ ամենից հետո ինքը պատվիրում ասում է իրար սիրեք։ Կխնդրեմ շրջվես ու կողքինիդ նայես։ Իրար նայեք։ Մեր Տերը ասում է նայա քո ընկերը, իրար սիրեք։ Ամեն։ Եկեք բացենք 2 Կորինթացիս 6:14-ը։ Ասում է անհավատների հետ այլախառն լծակից մի լինեք, որովհետև ինչ մասնակցություն ունի արդարությունը աներունության հետ, եւ ինչ հաղորդություն ունի լույսը խավարի հետ։ Տեսեք, լույսը դու ես։ Իսկ անօրենությունը դրսի մարդն է, աշխարհիկ անօրեն մարդն է, որ Քրիստոսին չունի։ Անհավատներն են։ 15. Եվ ինչ միաբանություն ունի Քրիստոսը Բելիարի հետ, կամ ինչ բաժին ունի հավատացյալը անհավատի հետ, կամ ինչ համաձայնություն ունի Աստծո տաճարը կուռքերի հետ։ Մենք Աստծո տաճար ենք, ամեն։ Ինչպես Աստված ասեց, թե նրանցում կբնակվեմ եւ նրանցում ման կգամ, եւ նրանց Աստված կլինեմ, եւ նրանք իմ ժողովուրդ։ Նրա համար նրանց միջիցը դուրս գնացեք եւ բաժանվեցեք, ասում է Տերը, եւ պիղծ բաների մի դիպչեք, եւ ես կընդունեմ ձեզ, եւ ես ձեզ հայր կլինեմ, եւ դուք ինձ որդիներ եւ աղջիկներ կլինեք, ասում է ամենակարող Տերը։ Ամեն։ Ինչից հետո ասում է ես ձեզ կընդունեմ ու ձեզ հայր կլինեմ։ Ինչից հետո։ Բաժանությունից հետո։ Ումից բաժանվենք։ Անհավատ մարդկանցից, մեր ընկերներից, մեր բարեկամներից։ Տեսեք, այս խոսքը չի ասում ընդհանրապես խազ քաշեք, ասեք վեր ես քեզ չեմ ճանաչում, դա այդպես չի։ Մենք պիտի շփվենք ավետարանելու համար, նրանց փրկության բերելու համար, ամեն, բայց եթե մեր նպատակը դա պիտի չլինի, դա մեզ կտանի կործանման։ Ինչով կտանի կործանման, որովհետև առակացի մեջ գրվում է գրված է երկաթով է սրվում, իսկ մարդը սրում է իր ընկերոջ երեսը։ Այսինքն մենք, որ շփվում ենք մարդկանց հետ, քիչ մենք նմանվում ենք իրար։ Ամեն։ Մենք չենք կարող Աստծո կամքը կատարել։ Ամեն, որովհետև նրանք հայոյում են, նրանք բամբասում են։ Կան մարդիկ, ովքեր ասում են, որ ախր աշխարհի մեջ այնպիսի մարդիկ կան, այնպիսի արժեքներ ունեն, որ հավատացյալը չունի։ Դա ֆեյքն է, դա կրկնօրինակն է, պատճեն է դա սատանան է այդպես անում, որ դու հիասթափվես քո քրոջից, քո եղբորից, ամեն, Տերը ասում է, այստեղ պարզ գրված, ասում է, ինչ գործ ունես նրանց հետ, դուրս գնա նրանցից, ասում ինչ գործ ունի Քրիստոսը Բելիարի հետ, ամեն, ու նաև եթե դու միջև քո ապաշխարելը, ինչ ձև որ ապրել ես, հայոյել ես եւ այլ, ու տվյալ քո ընկերը աշխարհի, քո մոտ չի հայոյում, չի բամբասում, դա չի նշանակում, որ ինքը այդ ամենը պահում է։ Դա ուղղակի քո մոտ չի անում, որովհետեւ քո ներսում կա Աստծո հոգին, Սուրբ հոգին։ Ու նրա մեջի դևը չի համարցակվի քո ներկայությամբ ինչ որ սխալ բան ասի։ Ամեն, բայց նա առանձին հաստատ կասի, որովհետև ես էլ եմ ասել ժամանակին, անհավատ ժամանակ, դու էլ ես ասել։ Ամեն։
միայն մեր Տիրոջ արյունով ենք մենք սրբվում։ Աշխարհի մարդը Տիրոջ արյունը չունի ու մեր նպատակն է, որ նրան բերենք Տիրոջ արյան մեջ։ Ամեն, որ մեր Տերը նրանց էլ սրբի, բերի փրկության։ Ամեն։ Ու գիտեք, կլինեն դեպքեր եկեղեցու մեջ, որ կարող ես ասել Սիմոն եղբայր, բայց ախր ոնց շփվեմ այս մարդկանց հետ, որոնք կռիվ են անում եւ այլ, նախանձում են, ինչ որ բան եմ նկատել կամ չգիտեմ, չարախոսում են, բամբասում են, ամեն, աշխարհի մարդ ավելի շատ է անում։ Այստեղ ուղղակի այս լույսի մեջ եկեք պատկերացնենք մեծ լույս ու միած սև կետ։ Մենք կնկատենք, չէ՞ այդ սև կետը, բայց եթե ամբողջը սև լինի ու սև կետ դնենք ներս, այդ սևը չենք նկատի մենք։ Ամեն, մենք լույսի մեջ ենք ու ինչ որ մատ փոքր բան է լինում, սև կետը մենք վրազ նկատում ենք։ Ամեն։ Ու դա նորմալ է, որովհետև աշակերտներն էլ ինչ որ մի հարցի շուրջ վիճեցին։ Ամեն։ Մեր Տերը նկատեց ու ասեց, ինչի համար եք վիճում, հենց այդ բառը օգտագործում, ասում են, որ ով է լինելու մեզ առաջինը, էլի, որ գաս քո թագավորությունով, որս ենք լինելու առաջինը։ Իմ պատկերացումով նրանցից ոմանք ասել են, ես կլինեմ այս նախարարը, ես այն պաշտոնյան եւ այլ, մտածել են, թե մեր Տերը այս աշխարհի թագավորական ձևով է գալու։ Ամեն։ Ու մեր Տերը էլի շատ հետաքրքիր բան ասեց, ով որ ուզում է առաջինը լինի, թող ծառա լինի, ով որ ուզում է մեծը լինի, թող ծառա լինի, ամեն, եւ օրինակը ցույց տվեց, որ աշակերտների ոտքերը լվաց, ամեն, դա հենց օրինակն է, որ եթե ուզում ես մեծը լինես, ուրեմն Տիրոջ տան մեջ, Տիրոջ ժողովրդի մեջ ծառա եղիր, ամեն, դա անելով ինքստինքյան մենք կգնանք սիրո մեջ, ամեն, եթե դա անենք, հպարտությունը կգնա մեզանից, ամեն, որը որ գալիս է հպարտությունը բերում է նախանձ, բերում է բամբասանք, ամեն, ու ինչ կտա մեզ նախանձը, ինչ կտա մեզ բամբասանքը, եթե մենք այդպես ապրենք, նախանձը գրված է, որ փտություն է ոսկորներին, ամեն, եւ բամբասանքի մասին հետաքրքիր բան է գրված Սաղմոս 101:5-ում, ասում է իր ընկերին ծածուկ բամբասողին, ասում է ես կջնջեմ, ամեն, հիմա հիշիր դու բամբասել ես ինչ-որ մեկից, Տերը ասում է կջնջեմ, Տիրոջ արքայությունը ուտելիք և խմելիք չի, ամեն, շատ հստակ գրված է բամբասողին կջնջեմ, եթե դու բամբասել ես, չարախոսել ես, ասա Տեր ջան կներես, ու նաև կարող ես մոտիկանալ տվյալ մարդուն, ապաշխարել, ասես գիտես, ես սխալ եմ գործել, բամբասել եմ քեզանից կներես, ու այս վերջից շրջանում հետ նկատել եք, որ ինչ-որ մեկը մոտենա ձեզ ու ասի կներեք, ինչ-որ սխալ եմ գործել, նկատել եք, թե չէ, Սոֆի քրոջը, Տերը օրհնի, շատ հզոր է, բայց պիտի հենց 100%-ին լիներ, ես չեմ կարծում, որ իդեալական ամեն բան գնում է, մեկը մյուսից չի խոսում, ինչ-որ սխալ բան չի անում, դա այդպես չի, որովհետև Տեր ասեց, եթե մեկը կմտածի, որ ինքը արդար է, նա սուտ է ասում, ամեն, դա այդպես է, թե չէ, ու ինչի համար մեկը մյուսին չի մոտիկանում ու ասի կներես, այս սխալ բանն եմ արել, որովհետև չի վստահում, ես հիմա Աշոտ եղբորը, Ազատ եղբորը, որ մոտենամ, ասեմ, գիտես ինչ կա, Աշոտ ջան, կներես, ես քո հանդեպ սենց բան եմ արել, արդյոք Աշոտը իր մեջ կպահի իմ ասածը ու կաղոթի իմ համար ու կների, թե ավելի կչարախոսի, միգուցե նկատել է, որ ես իր հանդեպ մեղք եմ գործել, եւ իր մնացած մարդկանց կասի, իր ընտանիքի անդամներին կասի եւ այլ, ես չեմ վստահում, դրա համար չեմ ասում, օրինակն եմ վերում, Աշ ջան, Տերը օրհնի, եկեք վստահենք մեկս մյուսին, ամեն, եթե մենք սիրենք մեր ընկերոջը, մեր Տիրոջ պատվիրանքը կատարենք, նաև մենք սիրելով այդ ամենը կանենք, արդեն կվստահենք, ամեն, ու կկատարվի Տիրոջ խոսքը, ամեն, փառք մեր ամենակարող Աստծուն, մենք հասկացանք ինչ կտար նախանձը, բամբասանքը ու ինչ կտար մեզ Տիրոջ կամքը կատարելը, ամեն, ու
մի հետաքրքիր տեղ կա գրված Հովհաննես 9:32-ում, եկեք բացենք այդ։ Ասում է, եւ գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, այլ եթե մեկը աստվածապաշտ է եւ նրա կամքը կատարում է, նրան լսում է։ Ում է լսում Աստված, ով որ աստվածապաշտ է եւ նրա կամքը կատարում է։ Ամեն։ Միտեղ գրված ասում է դուք աստվածապաշտության կերպարանք ունեք, բայց ձեր հոգիները տաղված են, ոնց էր այդ խոսքը։ Աստծո զորությունը ուրացած եք, ամեն, դա հենց այն մարդն էր, որ եկել էր հարսանիք ու հանդերձ չուներ, ինքը աստվածապաշտության կերպարանք ուներ, ինքը հարսանիքին մասնակցողի կերպարանք ուներ, ինքը մարդաքանակ էր, բայց իր ներսը միաբան չէր, ամեն, ու Տերը ասում է, եթե մեկը համ աստվածապաշտ է, համ իմ կամքն է կատարում, այդ ժամանակ ես կլսեմ նրան։ Մենք ինչքան ենք աղոթում Տիրոջը ինչ-որ հարցի համար, ամեն, մեկ աղոթում է փոքր հարց, մեկ աղոթում է մեծ հարց, մեկ աղոթում է քննությունը լավ անցնի 5 ստանա, թեև հիմա 5 չի 10, 5 որ ասում ենք, մեր երիտասարդները ասում են վատն եք ուզում, մեր ժամանակ 5-ն էր, ամենալավը, մեկը հիվանդության համար աղոթում, մեկը երեխա չունենալու համար եւ այլ, արդյոք դու աստվածապաշտության կերպարանքն ունենալուց բացի դու կատարում ես նրա կամքը։ Տիրոջ կամքն է, որ դու լինես Տիրոջ տան մեջ, իր օրը սուրբ պահես։ Տիրոջ կամքն է, որ դու արդար լինես, սիրով լինես քո ընկերի հետ։ Ամեն։ Եվ Տերը ասում է, այդ ժամանակ ես կլսեմ քեզ ու կպատասխանեմ։ Եթե Տերը քո աղոթքներին չի պատասխանում, մի նեղացի Տիրոջից։ Տերը հստակ ասում է, ես գրված է, չէ՞։ Փառք Տիրոջը, կարող եք նկարել այս խոսքը պահել։ Ասում է, ես այդ ժամանակ, ուրիշ ժամանակ ինքը չի լսելու։ Լսելու է, բայց չի գործելու, որովհետև Տերը ամենուրեք է, Տերը ամեն բան տեսնում է, ամեն բան լսում է։ Նկատի ունի ասում ես նրան լսում եմ, այսինքն պատասխանում եմ։ Ամեն։ Փառք մեր ամենակարող Աստծուն։ Փառք Տիրոջը։ Փառք Աստծուն։ Ու առաջի Պետրոսը բացենք, շատ հետաքրքիր խոսք է գրված։ 4-րդ գլխի 17 խոսքը։ Որովհետև ժամանակն է, որ դատաստանը սկսե Աստծո տանից է։ Բայց եթե առաջ մեզանից, ապա ինչ կլինի նրանց վերջը, որ Աստծո ավետարանին անհնազանդ են։ Եկեք մի հատ էլ կարդանք։ Որովհետև ժամանակն է, որ իր դատաստանը սկսե Աստծո տանից։ Բայց եթե առաջ մեզանից, ապա ինչ կլինի նրանց վերջը, որ Աստծո ավետարանին անհնազանդ են։ Այստեղ ասում է, որ Տերը իր տանից է դատաստանը սկսելու, ամեն ինքը մաղելու է, եկավ հափշտակությունը, ինքը այնպես էլ չի, որ եկեղեցու անդամները հիմա նստած ենք 320 հոգի, հենց 320 էլ կբարձրանան, եթե իհարկե նրանք արժանի են սպիտակ հանդերձներով են, 320 էլ կբարձրանանք, բայց կլինեն մարդիկ, ովքեր որ կմնան, ամեն, այս խոսքը հենց դրա մասին է ասում, որ իմ տանից եմ սկսելու, ամեն, ժամանակն է արդեն, հիմա մենք ժամանակ չունենք, եթե ինչ-որ մի բան կա քո ներսում, դու ուղղակի ապաշխարի, արի Աստծո առաջ, որ սպիտակ հանդերձներդ նորոգվի, ամեն, որ մենք չգիտենք 5 վայրկյան հետո կլինի հափշտակություն, թե չէ, ամեն, փառք Տիրոջը, եկեք ամեն ժամանակ մենք մեր սպիտակ հանդերձներով լինենք, ամեն, փառք Տիրոջը, ու եթե մենք մեկս մյուսին կծենք, ցավացնենք, վիրավորենք, բամբասենք, մենք սպիտակ հանդերձներով չենք լինի, ամեն, ինքստինքյան մենք չենք կատարի Տիրոջ պատվիրանը, որը որ այսօրվա մեր պատգամն էր, մեր պատգամի վերնագիրն էր, թագավորական պատվիրան, ամեն, սա այս երկու պատվիրանը թագավորական պատվիրան է կոչվում, սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ էությամբ և սիրիր քո ընկերին քո անձի պես, ամեն, մենք սիրում ենք մեր ընկերին, մեր անձի պես, թե գալիս ներողություն խնդրում, մենք այնքան հպարտ ենք, որ մենք չենք ընդունում այդ ներողությունը, մենք լավ ենք զգում մեզ, ես տենց էլ գիտեի,
գիտես, այսինչ ինձ ներողություն ա խնդրել, ես այդպես էլ գիտեի ու գնաց։ Լավ, արի աղոթենք նրա համար, բայց գիտես, չէ, ախր սենց, նորից շարունակվում է։ Ումա պետք է աղոթքը, եթե դու նորից շարունակում ես։ Ներել նշանակում է մոռանալ։ Այսինքն 6 ամիս հետո էլ դուք պիտի ուրիշի հետ այդ հարցը չքննարկեք։ Կարող է եւ նաեւ տվյալ մարդը մի հատ էլ մեղ գործի քո հանդեպ։ Դու չհիշես, այն ժամանակ ինքը նորից գործել էր։ Ուրեմն դու չէիր ներել։ Ամեն։ Սա արդեն թերություն է մեր հոգևոր կյանքի մեջ։ Մեր սպիտակ հանդերձների հետ կապված դա արդեն թերի է։ Ամեն։ Ես նկատել եմ շատ պատահական, ուղղակի հենց իմ մոտ խոսեցին, որ ինչ-որ մեկը մոտիկացել էր, ներողություն էր խնդրել, արդեն բոլորը գիտեին, մի քանի հոգի իր շրջապատից գիտեին։ Ում էր պետք։ Այն մարդը Աստծո կամքը կատարեց։ Նա շատ հզոր ժայռ Աստծով կոտրեց։ Բայց դու քո ընկերների հետ միասին շատ ավելի մեծ ժայռեր բերեցիր քո կյանքի մեջ։ Դա պատմելով, բամբասելով, լավ զգալով, դա լավ զգալու բան չի, վատ զգալու բանա, որ քո եղբայրը մեղք է գործում, ամեն, ու այդ խոսքի մեջ ասում է, եթե ձեզանից է սկսելու Տերը մաղելու է, բա դրսի ժողովուրդը ինչ անի, եթե մենք այսքանը հասկանալով նորից մեղքի մեջ ենք, բա աշխարհի ժողովուրդը ինչ անի, Տերը մեզ նաև պատվիրան տվեց, չէ, ասեց գնացեք ամբողջ աշխարհը իմ ավետարանը քարոզեք, չէ, ով որ հավատա կփրկվի, ուրիշ բան ձեզանից կախված չի, զորով, քաշելով չի, մեզանից հասնում է մենք ասենք այդ պատվիրանը կատարենք, ամեն, որ Տերը նրանց էլ բոլորին մաղելու է, ամեն, վերջի օրերին, ով որ իմաստությունով վարվի ու գա, կփրկվի, ամեն, ու նաև գրված է, որ Տերը ասում է ոչ թե նոր կարդացինք, ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի, ամեն, այստեղ ինքը իր բաժինն է արել, մնում արդեն մենք մեր բաժինը անենք, թեև մենք արել ենք արդեն, մենք ընդունել ենք, եկել ենք, բայց կան մարդիկ, ովքեր որ Տերը իր բաժինը անում է, մենք գնում, Տիրոջ խոսքը ասում ենք, բայց ինքը ասում է չէ, ես իմ ձևով կարող եմ հավատալ, ամեն, Տերը իրեն զորով չի բերի, ամեն, դրա համար մենք եկեք շփվենք դրսի մարդկանց հետ նրանց փրկության բերելու նպատակով, ամեն, որովհետև Տերը ասում է բաժանվեք նրանցից, հեռու գնացեք, գործ չունեք նրանց հետ, ինչ ունեք, էսա, իմ ժողովրդի հետ միաբան եղեք, մենք այնտեղ ոչ թե նրանց հետ միաբան լինենք, այլ նրանց բերենք Աստծուն, բայց միաբան պիտի լինենք Աստծո ժողովրդի հետ, ամեն, որովհետև Տեր Հիսուսի քարոզի ժամանակ նրան գալիս ասում են քո մայրն ու եղբայրները դրսում քեզ են կանչում, մեր Հիսուսը շատ իմաստուն խոսքեր է ասում ու ասում է դուք եք իմ քույրը, եղբայրները, դուք եք իմ մայրը, ամեն, ինչի համար, որովհետև նրա մայրն ու եղբայրները դեռ չէին ապաշխարել, նաև Մարիամին հրեշտակը երևացել էր, դու որդի ես ունենալու, առանց ամուսնանալու երեխա եղավ եւ այլ դա հրաշք է, իրոք գերբնական բաներ ա կատարվել Մարիամի հետ, հրեշտակ ա տեսել, ու եկավ ժամանակ, որ ասես գժվել ա, պատկերացնում եք, անհավատությունով լցվեց, ինչի համար, ինձ թվում է ինքը շփվում էր ոչ թե հոգևոր մարդկանց հետ, ովքեր որ հավատում էին, շփվում էր աշխարհիկ մարդկանց հետ ու իր երես արդեն սրվել էր աշխարհիկ մարդկանցով, բայց փառք մեր ամենակարող Աստծուն, որ նրանք հավատացին ու եկան փրկության, ամեն, այդքան էլ ճիշտ, առողջություն, փառք Աստծուն, ու մի դեպք եղավ իմ հետ կապված, որ մի իրադարձություն եղավ, որ ոնց են ասում այդ բառին, որ մի իրավիճակ, որ ինչ-որ վեճեր եղան, անհասկանալի ինչ-որ բաներ եղավ, վեճեր չէ, անհասկանալի, ինչ-որ բաներ եղան ու միջադեպ եղավ, որ դա նաև պետք էր, մեզ կոպելու համար, ամեն մեկիս, ովքեր որ կային այդ ամենի մեջ, ու աղոթում էի,
ասում Տեր, ախր մենք միաբան պետք է լինենք եւ այլ, որովհետեւ իմ մեջ մի բան էր բացվել, որ կարդացի, Հովիվ Արթուր Սիմոնյանը մի գրառում էր արել, որ ասում է վառելա փայտերը, որ միտեղ են ժողովված ու վառում են, նրանք մեծ բոց են տալիս, բայց եթե ամեն մեկին բաժանենք, նրանք կհանգչեն։ Այսինքն դա միաբանության խորհուրդ էր, որ պիտի ամեն մեկս մի վառելա փայտ ենք Աստծո արքայության մեջ։ Ամեն մեկս պիտի միաբան լինենք, որ այդ մեծ կրակը լինի։ Եթե մենք առանձին լինենք, մենք կհանգենք։ Ամեն։ Այդպես է, չէ՞։ Ու ես այդ հայտնությունը ստացել եմ այդ ժամանակ, մի քանի տարի առաջ ու աղոթում եմ, ասում Տեր, ինչի համար է այդպես։ Վերջը լուծումը ո՞րն է։ Բոլորը ճիշտ են, լուծումը, բոլորը անխտիր ճիշտ են։ Ու Տերը հետաքրքիր մի տեսիլք ցույց տվեց ֆուտբոլի թիմ։ Ու որոնցից մեկը ես էի ու պաս էի տալիս հաջորդ մարդուն։ Տվյալ մարդը ես տեսա սենց մի գոլից, ուրեմն մենք պաս ենք իրար փոխանցում ենք գնդակը, այսպես զիգզագաձև ու հասավ ու մտավ թշնամու հակառակորդի գոլի մեջ։ Դե թշնամու սատանայի, փառք Տիրոջը։ Ու այդ տեսիլքը ցույց տվեց, որ մենք պիտի միաբան լինենք, ինչ ուզում ա լինի, մենք պիտի միաբան լինենք, որովհետև այդ սատանան ասում է նրա սատանայի գցածները զորավորներ էին, ոնց էր այդ խոսքը, գցածները զորավորներ էին, փառք Տիրոջը, եթե ինչ-որ մի բան է լինում քո հետ կապված, դու հայտնություն քեզ, ես Տիրոջ զորավորն եմ, դրա համար իմ հետ սենց բան է կատարվում, փառք Տիրոջը, հետից գնա սատանա եւ այլ, ամեն, ու նաեւ դա մեզ կկոպի, ճիշտ է, մենք ավելի ամուր կկանգնենք, որ հետո որ ինչ-որ քամիներ, փոթորիկներ լինեն, մենք ամուր կանգնած կլինենք, ամեն, արդեն մենք կիմանանք, ինչպես վարվենք, նաեւ, եթե մեզանից խորհուրդ կհարցնեն, գիտես ինչ կա, այսպիսի բան է եղել, դու գիտես ինչ պետք է անես, դու կարող ես խորհուրդ տալ, ամեն, ու փառք Աստծուն մեր խորհրդատուների համար, փառք Աստծուն մեր անցած իրավիճակների համար, որ մեր Տերը այս ամենը անում է, որ մեզ սովորեցնի, այնպիսի բաներ սովորեցնի, որ մենք մտածում ենք, դե հա, դա ինչ է որ, չէ, դա այնպիսի բան է, որ հենց քո վարվելակերպով այդ ժայռերը քանդվեն, ամեն, ու այս ամենը, ինչը որ նոր խոսեցինք այս ծառայությանը, այս ամենը, դա կապված է, սիրիր քո ընկերոջը, քո անձի պես, ամեն, ինչ ես ցանկանում, դա ցանկացի քո ընկերոջը, ինչ ես ցանկանում քեզ անեն, ցանկացի քո ընկերոջը, մեր Սարգիս եղբայրը շատ հետաքրքիր տեղ կարդաց, որ ասում է Մատթեոսի 5-ի 23-24-ում, որ ասում է ընծատ մատուցելուց առաջ գնա ու հաշտվիր քո եղբոր հետ։ Գիտեք, այն ժամանակ, որ ապաշխարած չէ, ես Տիրոջ խոսքը չէի հասկանում, որ հանդիպում էր ինչ-որ այս խոսքերը, ես մտածում էի հարազատ եղբորս հետ։ Ու մտածում եմ, ասում եմ, իմ հարազատ եղբոր հետ ես խնդիր չունեմ, խի հաշտվեմ, կամ ոնց կարող է հարազատ եղբայրը խնդիր ունենա մյուս եղբորը, դա փոքր է ես ու չէի մեծացա արդեն տեսա, գիտակցեցի, որ ինչ էր կարող է լինել, որովհետև խավարի մեջ են, եղբոր դեմ եւ այլ։ Ու այս խոսքում եղբայրը հենց քո կողքի նստած քույրն է, քո եղբայրն է, ամեն քո ընկերն է, դրսի աշխարհի ընկերը չէ, մենք աշխարհից ընկերներ չունենք։ Մեր ընկերները մենք ենք այստեղ, ովքեր որ կան, ամեն, եւ ովքեր որ չեն եկել, կգան, փառք Տիրոջը։ Ասում է ընծատ մատուցելուց առաջ, զոհը տանելուց առաջ, գնա հաշտվի։ Նաեւ զոհը միայն ֆինանսի տեսքով չի, նաեւ քո աղոթքը անելուց առաջ, դու աղոթում ես, ինչա քեզ պետք, ամբուժելի հիվանդության համար, թե, չգիտեմ, քննությունը տաստանալու համար, դրանից առաջ ասում է գնա եւ հաշտվիր քո եղբոր հետ, նոր արի, որ ես ընդունեմ այդ, ամեն, դրա համար մենք անում ենք ու ոչ մի բան չի ստացվում, ամեն, փառք Տիրոջը, Աստծո խոսքը ամեն բան բացատրում ու բացահայտում է, ամեն, ուղղակի
մենք պիտի մեր սիրտը այնպես պայենք, որ մենք հասկանանք։ Տերը մեզ հասկանալու սիրտը արդեն տվել է, մեզ իմաստությունը տվել է հասկանալ, ուղղակի մենք պիտի դա գործենք, ուզում ենք հասկանանք, թե չենք ուզում, դա մեզ ձեռ է տալի, թե ձեռ չի տալիս, ամեն, եթե մեզ դա ձեռ չի տալիս, կբերի նախանձ, բամբասանք եւ այլ, փտություն ոսկորներին, բամբասանքը Տերը կջնջի եւ այլ, բայց եթե մենք մեր սիրտը տանք հասկանալուն, դա մեզ կբերի Տիրոջ կամքը կատարելուն, ամեն, Հեսու 1:8-ում ասում է, այս օրենքի գիրքը քո բերանից չհեռանա, ամեն ժամանակ գիշեր ցերեկ մտածես նրա միջի գրվածի պես ու հնազանդվես, ամեն, դա ինչ է նշանակում, այդ օրենքի գիրքը որն է, մենք օրենքի տակ չենք, փառք մեր Տերը մեզ հանել է օրենքից, ամեն, բայց Տիրոջ խրատն է օրենքը, ամեն, ինչ է պատվիրել Տերը, սիրիր քո ընկերոջը, սիրիր, դա է օրենքը, սիրիր քո Տեր Աստծուն, եթե դու քո ընկերոջը չես սիրում, բայց Տեր Աստծուն սիրում ես, դա սեր չի, որովհետև նա Տիրոջ զավակն է, ամեն, ու ասում է, եթե ձեզ ինչ-որ մեկը բան կասի, նա կպչում է իմ աչքի բիբին, պատկերացնում եք, որ քամի է լինում, մենք վրա սենց անկախ մեզանից մեր աշկերը փակում ենք, անկախ մեզանից, կամ բարձր ձայն է գալիս, աշկերները մենք փակում ենք, դա բնազդ է արդեն, պաշտպանում ենք, Աստված դրել է մեր ներսում, որ անկախ մեր կամքից մեր աշկերը շատ կարևոր են, չէ, որ պաշտպանվեն, այդպես էլ Տերն է իր աչքին պաշտպանում, դա ոնց կլինի, մենք մարդ լինելով մեզ հետևենք, բայց Տերը իրեն չհետևի, դա ոնց կլինի, ամեն, ու ասում է ձեզ վատ բան, ասողը իմ աշկի բիբին է կպնում, ամեն, դե պատկերացրեք ինչ կան իր աշկի բիբին կպնողին, ամեն, նա չի խաչի, չի սպանի, չի պատասխանի, այդքան բան, կաղոթես հիվանդանոցները չընկնես, մեկը ընկնելու ես, ամեն շաբաթ քո ֆինանսները գնալու է բժիշկներին, ոստիկանությանը, շատ տեղեր ունի սատանան տանելու, ինչի համար, որովհետև Աստծու պաշտպանությունը գնացել է, դու կպել ես քո ընկերոջը, կպել ես Աստծու աչքի բիբին, ամեն, սա շատ կարևոր է, եկեք սիրենք մեկս մյուսին, դա մեզ աճ կտա, ու նաև մեր Տերը կփառավորվի, ամեն, ու դրսի մարդիկ էլ մեզ տեսնելով չեն մտածի, չեն ասի, սրանք իրար մեջ են սենց բաներ անում, ինչ են ուզում մեզանից, նաև մենք մեր վարքով, արարքով պիտի այդ սերը ցույց տանք, մենք նորահոգիներին երբեմն հարցնում ենք, կպատկերացներ քո կյանքում, որ այսպիսի տեղ կլիներ, որ այսպիսի մարդիկ կլինեին, ու հիմնականում ովքեր որ ճանաչած չեն եղել Աստծու մարդկանց, Աստծու խոսքին, ասում են չէ, իրոք էս հրաշք է, անձամբ ես իրոք իմ ընտանիքի հետ միասին մենք տան էլ խոսացել ենք, որ նոր ենք ապաշխարել, որ հրաշք է, մենք չենք պատկերացրել, որ այսպիսի մարդիկ կան, այսպիսի հետաքրքիր մարդիկ կան, ովքեր որ իմաստություն ունեն, ամեն, 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 փառք մեր ամենակարող Աստծուն, մի օրինակ էլ ասեմ, որ մենք ժամանակ ունենք, ամեն, տեսեք, Դավիթ թագավորը, ինքը դեռ թագավոր չէր, բայց թագավորի այդ ժամանակվա Սավուխ թագավորի որդին Հովնաթանը ընկերացել էր Դավիթի հետ ու այնպես էր ընկերացել, որ իր սիրտը կապել էր նրա հետ ու գրված է, որ եկեք լավ բացենք այդ տեղը, առաջի թագավորած 18:1 18:1 Եվ երբ որ Սավուղի հետ խոսեց եւ վերջացրեց, Հովնաթանի սիրտը կապվեցավ Դավիթի սրտի հետ եւ Հովնաթանը նրան իր անձի պես սիրեց։ Հաջորդ խոսքերը որ կարդանք, ասում է իր զենքը, իր ամեն ինչը տվեց, վստահեց Դավիթին։ Ամեն, ասում է սիրտը կապեց Դավիթի սրտի հետ։ Ինչ հզոր է, չէ՞, ինչ ընկերություն է, ինչ սեր է։ Ամեն ու մենք էլ այսպես մեր սիրտը կապենք մեր սրտակիցների հետ, ամեն, նաև կլինեն եկեղեցու մարդիկ, ովքեր որ իրականում սրտակից չեն լինի, այն
հանդերձ չունեցողից կլինեն։ Թող Տերը նաև մեզ լցնի իմաստությունով, որ մենք հասկանանք ու բացահայտվեն տվյալ մարդիկ, որ գան ապաշխարության։ Եթե չպիտի ապաշխարեն, թող ուղղակի Տերը հեռացնի նրանց։ Ամեն, որ տվյալ մարդիկ կարող են փչացնել ինչ-որ մեկին։ Ամեն, թող Տերը հեռու պահի տվյալ մարդկանցից։ Ամեն։ Մենք գնում ենք սրբության մեջ, կատարելության մեջ, մենք գնում ենք Աստծո փառքի մեջ։ Ամեն։ Մենք այս կյանքից հետո ունենք հավիտենական կյանք։ Հավիտենական կյանքից առաջ ունենք հազարամյա թագավորություն։ Ու եթե կարդանք, շատ հետաքրքիր բաներ ա գրված հազարամյայի հետ կապված։ Ամեն, դա ուրիշ թեմա է, Տիրոջ օրհնությունով կպատրաստենք։ Այդ ամենը իմանալով մենք պարտավոր ենք ուղղակի մեր ընկերոջը սիրենք, Աստծո կամքը կատարենք։ Ամեն, որ հասնենք այդ ամենին։ Ամեն, մեր փառաբանության խումբը կխնդրեմ գա առաջ։ Շատ հետաքրքիր է, Տերը մեզ այնպիսի բաներ է խոսք տվել, որ երբեմն մենք մոռանում ենք ու մարմնավոր ցանկությունների հետևից են գնում։ Լավ, այսօր Տիրոջ կամքը չանեմ, այսօր չգնամ պաշտանմունքի, հավես չունեմ, հոգնած եմ, եւ այլ, ֆինանս չունեմ։ Ֆինանս չունես աղոթի, ինչի համար չունես, որովհետև ժամանակին դու սխալ բան ես արել ու Տերը չի լսել քո խնդրանքը, քո աղոթքը, այդ պատճառով դու հիմա ֆինանս չունես, գաս Տիրոջ տուն։ Ամեն, ինչի համար չունես։ Մտածի։ Ամեն, որովհետև չարախոսել ես քո եղբորը, չես սիրել։ Ամեն, Աբրամը կոչվեց Աստծուն ընկեր։ Ով է ուզում հիմա Աստծուն ընկեր կոչվի։ Ընկերը մենք լսեցինք, չէ՞ որ ուղղակի ուղեկցողը չի, այլ բարեկամն է, մտերիմն է, միաբանն է, սիրելին է, ամեն։ Մենք Աբրամը կոչվեց Աստծու ընկեր, կոչվեց հուներենով Ֆիլոս։ Հիմա մենք էլ պիտի կոչվենք Ֆիլոս։ Ամեն։ Փառք մեր ամենակարող Աստծուն։ Դրա համար ինչը որ Աբրահամը արեց, եկեք մենք էլ անենք։ Սիրեց, հավատաց, վստահեց ու հնազանդվեց։ Եկեք մենք էլ այս ամենը անենք։ Ամեն, հնազանդվենք Աստծո խոսքին, ասում է սիրիր քո ընկերոջը։ Դժվար է։ Ճիշտ է, կասես, ախր սիրելու բան չի։ Դու սիրի որպես Աստծո մարդ։ Ամեն, կարող ես հեռու մնալ, բայց սիրի որպես Աստծո մարդ, հարգի որպես Աստծո մարդ, պատիվ տուր որպես Աստծո մարդ, քո անելով շատ հնարավոր է, ես վստահ եմ նույնիսկ, որ հնարավոր է տվյալ մարդը կփոխվի, ամեն քո վարմունքով, եկեք Աստծուն սիրենք և մեր ընկերոջը սիրենք, փառք մեր ամենակարող Աստծուն, եկեք երկրպագենք մեր Տիրոջը, փառք Աստծուն։
այո Տեր, ողջ փառքը քեզ Տեր, ընդունիր այս մեծարանքը Տեր ջան, շնորհակալ ենք Տեր քո ներկայության համար, քո խոսքի համար Տեր, խնդրում եմ որ այս խոսքը դաջվի մեր սրտերի մեջ Տեր, մեր մտքերի մեջ Հայր, թող լինի Տեր ամեն մեկիս համար շինություն, մխիթարություն եւ հայտնություն Տեր ջան, խնդրում եմ որ աճեցնես ամեն մեկից Տեր, աճեցնես քո եկեղեցու մեջ, Տեր, քո մարմնի մեջ, Հայր։ Հիսուսի անունով խնդրում եմ, որ մեզ բժշկես, Տեր։ Խնդրում եմ քեզ, Հայր, մեր մտքերը, մեր սրտերը, մեր քայլերը, ամեն բան հանձնում եմ քո ձեռքերի մեջ եւ խնդրում ենք բժշկություն, Տեր, նորոգում, Հայր։ Հիսուսի անունով, որպեսզի Տեր ջան, մենք քո մարմնի անդամ լինելով, Տեր ջան, մենք մեր գործը այնպես կատարենք, ինչպես որ դու ես ուզում Տեր եւ անթերի կատարենք Տեր ջան Հիսուսի զորավոր անունով մենք շնորհակալ ենք որ դու ես մեր գլուխը դու ես մեր Տերը մեր փրկիչը Տեր ջան շնորհակալ ենք փառք ու պատիվ ու մեծարանք ես Տեր խնդրում եմ քեզ Տեր ջան որ մեր եկեղեցին մեր այս շենքը Տեր ջան լցնես նոր մարդկանցով եւ այդ մարդիկ լինեն որակով Տեր ջան, ովքեր որ եւ կանչված կլինեն եւ ընտրված կլինեն Տեր։ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով խնդրում եմ քեզ որ աճեցնես Տեր մեր ժողովուրդը Հայր։ Հիսուսի անունով նաեւ Տեր ջան, բերում ենք քո հրաշալի ձեռքերի մեջ մեր հովիվներին Տեր նրանց ճանապարհը հանձնում ենք քո հրաշալի ձեռքերի մեջ Տեր իմ արքա։ Թող նրանցից հեռանա ամեն դիվային ազդեցություն Հիսուսի անունով, ամեն չարակամություն, ամեն տեսակի հակառակություն, նախանց ու չարաշք նրանց ճանապարհի վրայից, Հիսուսի զորավոր անունով, թող նրանք Տեր ջան քո լույսով գան եւ հասնեն տեղ Հայր, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, ամբողջ փառքը, պատիվն ու մեծարանքը քեզ Տեր ջան, ամեն Ամեն, փառք Տիրոջը